Հիմա փարակարի դեպքի հետ կապված գործընկերոջ հարցին պատասխանեմ։ Փարակարի դեպքի հետ կապված բնականաբար ես որևէ կապ չունեմ։ Փարակարի դեպքի հետ կապված ես ազգային ժողովում ելույթ եմ ունեցել 2025 թվականի փետրվարին, երբ տեղի են ունեցել հայտնի դեպքերը փետրվարյան Փարակար համայնքի մերձավան բնակավայրում, որտեղ տեսանյութերից հայտնի էր դառնում, որ աշխատել է ինքնացիկ եւ այլ հրազենային միջոցներ, վիրավորվել է մեկ անձ եւ մեկ անձ տեղում մահացել է դեպքի վայրում։ Ես ազգային ժողովում հանդես եմ եկել, այդ հայտարարությունը կարող եք տեսնել եւ ասել եմ, որ տվյալ դեպքում ներքին գործերի նախարարությանը հարց ու պատասխանի ժամանակ հարց եմ տվել ներքին գործերի նախարարին, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են տարվել, որպեսզի այս երկու խմբերի միջև այդ վիճաբանությունների կամ թշնամության հետևանքով չունենանք դժբախտ պատահարներ։ Եվ նաև ինչ-որ առումով մեղադրական հարց եմ հնչեցրել, որ օպերատիվ տեղեկատվություններ են եղել, որ կա երկու խմբերի միջև թշնամություն եւ անհրաժեշտ կանխարգելման աշխատանքների պատշաճ չկատարման արդյունքում ունեցել ենք զոհ եւ վիրավոր։ Սա կապված Փարակարի դեպքերի հետ լավ աշխատանք չմեկնաբանեցիք, դուք ինքներդ ասեցիք ներողություններ հետ կապված լուսանկար են ավելի շատ։ Դուք ասում եք քրեական ենթամշակույթից հեռու մարդ է։ Ինչպես է ստացվում հեռու մարդը մոտ է այդքան այդ անձին։ Ես քրեական մշակույթից հեռու եմ, ես քրեական ենթամշակույթի դեմ բարբերաբար հարցեր եմ տալիս ազգային ժողովում եւ նաև հարցումներ եմ կատարում եւ աշխատանք ենք տանում, որպեսզի քրեական ենթամշակույթը մեր երկրից արմատախիլ արվի, որևէ կապ քրեական ենթամշակույթ կրող մարդկանց սեղան եք նստում, չես պայքարում։ Նորմալ է։ Ես քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ սեղան չեմ նստում։ Ես կներեք մեծ բան ասեմ։ Տարբեր լուսանկարներ կարող լինեն, ինչի մասին է խոսքը։ Ես բազմաթիվ մարդկանց հետ լուսանկարներ ունեմ, դա չի նշանակում, որ ես կապ ունեմ քրեական ենթամշակույթի հետ։ Հիմա մեր ախտարանի մասին է հարցը, պատասխան տվեք բարակ միաժամանակ։ Դուք միաժամանակ 10 հոգով խոսում եք, ես գրկած նկար որևէ մեկի հետ չունեմ։ Հիմա տվյալ դեպքում մեր ախտարանի հետ լուսանկարը տեղի ունեցել տարիներ առաջ, մեր ախտարանին ես չեմ հիշում երբեք վերջի անգամ տեսել, դա եղել է հավանաբար 2 տարի առաջ։ Ընկերական հարաբերությունների կապի մասին անգամ իր հեռախոսի համարը չունեմ, ճանաչում եմ իրեն փողոցային պայքարից, ծանոթացել եմ եւ կարող եմ ասել այդքանը, որևէ կապի մեջ նրա հետ չեմ գտնվում։ Կներեք չեմ ցանկանում նման հարցերի, նման մականունով Պարոն Սարգսյան, ինչու եք եկել դուք այս չեպազրույցին, երբ որևէ հարցի չեք պատասխանում։ Ես չեմ ցանկանում անդրադառնալ այդ հարցին, չեմ ցանկանում հավատալ այդ լուրերին, որ նման դիմում է եղել։ Շնորհակալ եմ այսքանը։ Ես արդեն ասացի խաղային ոլորտից, քրեական ենթամշակույթ գրող անձինք եւ թրվարյութերի բիզնեսի մեջ եկել։ Չեմ խուսափում, ես ցանկացած չեմ ցանկանում Վալենտին Սիմոնյանի շուրջ այլևս։